Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ ՆԱՏՕ-ն պլանավորում է նոր գործողություն իրականացնել մեր տարածաշրջանում։ Դրանում ընդգրկված է նաև Ադրբեջանը։ Սրան զուգահեռ արհեստածին Ադրբեջանը սկսել է թիրախավորել նաև Հնդկաստանին։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում բաց մի թողեք հաղորդաշարն է, որի շրջանակներում շարունակում ենք հետևել թշնամու ներքին անցուդարձին։ Ֆրանսիան գաղտնի կերպով օգնում է սիոնիստներին։ Նման հարց է բարձրացրել Թուրանսկի Էքսպրես թելեգրամյան ալիքը։ Ալիքի փոխանցմամբ Ֆրանսիայում բացահայտվել է Մարսել Ֆոսյուր-Մեր նավահանգիստով Իսրայել 14 տոննա ռազմական բեռ ուղարկելու գաղտնի օպերացիան։ Բանն այն է, որ նավահանգստի աշխատողները հրաժարվել են բեռնարկ բեռնել նավի վրա, ասելով, որ չեն մասնակցելու Պաղեստինի ցեղասպանությանը։ Նրանք նշել են, որ ուղարկվող բեռները քաղաքացիական անձանց դեմ օգտագործվող զենքի համակարգերի մաս են կազմում եւ իրենք դեմ են Մարսելի նավահանգստի Իսրայելի ռազմական լոգիստիկայի մաս դառնալուն։ Ադրբեջանում զորավարժություններ են անցկացվում ՆԱՏՕ-ի շարժական ուսումնական խմբի մասնակցությամբ։ Այդ երկրի ազգային պաշտպանության համալսարանի ռազմական խաղերի կենտրոնում անցկացվող վարժանքները ներառում են ՆԱՏՕ-ի գործողությունների պլանավորման եւ կառավարման, ինչպես նաեւ այլ թեմաների վերաբերյալ տեսական եւ գործնական դասընթացներ։ Ադրբեջանական թելեգրամյան ալիքներում հարց է բարձրացվում, թե ինչպիսի գործողություններ է ՆԱՏՕ-ն պլանավորում իրականացնել մեր տարածաշրջանում եւ ինչ դեր է նախատեսում խաղալ դրանցում Ադրբեջանը։ Մի խումբ հրեաներ ոստիկանության քողի ներքո ներխուժել են օկուպացված Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթ։ Այս մզկիթը աշխարհի միլիոնավոր մահմեդականների համար Սաուդյան Արաբիայի, Մեքքայից եւ Մեդինայից հետո երրորդ կարևորագույն պաշտամունքի վայրն է։ Հրեաները հավատում են, որ Կարմիր կովիկի զոհաբերությունը թույլ կտա նրանց սկսել Ալ-Աքսա մզկիթի ոչնչացումը եւ առասպելական երրորդ տաճարի կառուցումը, ինչն էլ իր հերթին կարագացնի հրեական մեսիայի գալուստը։ Հատկանշական է, որ սրբավայրի պղծման գործողությունները կատարվում են քաղաքացիական անձանց կողմից, այսպես կոչված ոստիկանության աջակցությամբ։ Caspian Frontiers թելեգրամյան ալիքի փոխանցմամբ Ադրբեջանում նկարահանվել է Հնդկաստանի իմիջը թիրախավորող ֆիլմ։ Ֆիլմում Հնդկաստանը թիրախավորվել է որպես հակաիսլամական երկիր, որն ավերում է Քաշմիրի իսլամական նյութական ժառանգությունը։ Հարկ է նշել, որ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո, հատկապես այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետություն սպառազինությունների ձեռքբերման ոլորտում սկսեց Հնդկաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը, կտրուկ վատացան հարաբերությունները Ադրբեջանի եւ Հնդկաստանի միջև։ Հնդկաստանի դեմ բացահայտ հակաքարոզչությունն Ադրբեջանում այդ շրջանից սկսած դարձավ սովորական եւ ամենօրյա մի բան մամուլում, թվիթերներում, սոցցանցերում։ Ադրբեջանցի падգամավորը Ռուսաստանից փախել է Ադրբեջան։ Հանթի Մանսիսկի ինքնավար շրջանի դումայի անդամ, ծնունդով ադրբեջանցի Խալիդ Թաղիզադեն լքել է Ռուսաստանը դաշնային մակարդակով ճնշման աճի ֆոնին։ Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ նա հունիսի 3-ին մեկնել է Ադրբեջան։ Նշենք, որ ինքնավար շրջանի տեղական օրենսդիր մարմնում քննարկումների ժամանակ մի շարք падգամավորներ մտահոգություն են հայտնել բնիկների շրջանում ծնելիության մակարդակի անկման եւ ընդհակառակը ներգաղթյալների եւ նրանց երեխաների թվի աճի վերաբերյալ։ Սրանի պատասխան Խալիդ Թաղիզադեն հայտարարել է, որ ներգաղթյալները փաստացի վերադառնում են Սիբիր, իրենց պատմական հայրենիք, քանի որ միջնադարում այս տարածքը մաս էր կազմում ուզբեկական խանության, որը գտնվում է Շեյբանիների տիրապետության տակ։ Սա բավարար էր падգամավորի դեմ դաշնային մակարդակով լայնածավալ արշավ սկսելու համար։ Թաղիզադեն մեղադրվել է անջատողականության, սադրանքի, Ռուսաստանի ինքնիշխանության նկատմամբ ոտնձգության եւ այլ լուրջ հանցագործությունների մեջ։ Թուրքիայում ձերբակալվել է Դաիշի առաջնորդներից մեկը Օզգյուր Ալթունը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ Թուրքական հետախուզական գործակալությունը Թուրքիա է վերադարձրել Պակիստանում գերեվարված իսլամական պետության ավագ առաջնորդ Օզգյուր Ալթունին։ Նա Դաիշի անդամների տեղափոխումն է կազմակերպել Եվրոպայից եւ Կենտրոնական Ասիայից դեպի Աֆղանստան եւ Պակիստան։ Նա Եվրոպայում եւ Թուրքիայում մի շարք ահաբեկչական գործողությունների պատասխանատուն է եղել։ Ադրբեջանում ավանակը սմբակներով սպանել է զոոֆիլ դատավորին։ Արեստատին երկրի Գերանբոյի շրջանային դատարանի դատավոր Շիրզադ Հուսեյնովը հանգստանալով իր արդար գործերից գինի է խմել, խորոված կերել եւ որոշել ավանակի հետ առանձնանալ սարերում։ Արդյունքում բավարարվածության փոխարեն նա կրծքին հարվածներ է ստացել եւ մահացել։
Թուրանական էքսպրես Telegram-յան ալիքի փոխանցմամբ, հավանդական կողմնորոշմամբ եւ այլասերվածությունից չտարապող դատավորներ այլևս չեն մնացել այդ երկրում։ Ի վերջո, նորմալ եւ առողջ մարդը չի կարող տիեզերական բանտարկության դատապարտել ակտիվիստներին, որոնց միակ հանցանքն այն է, որ նրանք պաշտպանում էին Ռուսաստանի հետ բարեկամությունը, գրել է ալիքը։ Ադրբեջանը փակել է ոչ միայն Ցարգրադ, այլև բավականին ապաքաղաքական Match TV սպորտային հեռուստաալիքը։ Պաշտոնական պատճառաբանությունը հեռարձակման լիցենզիայի բացակայությունն է։ Թուրանսկի էքսպրես ադրբեջանական Telegram-յան ալիքի փոխանցմամբ պարտադիր չէ հրթիռային գիտնական լինել հասկանալու համար Բաքվի ղեկավարության բրիտանական գործակալների կողմից ռուսական տեղեկատվության ցանկացած աղբյուրի եւ Ռուսաստանի հետ այս կամ այն կերպ կապված ամեն ինչի վրա հարձակման պլանավորված բնույթ է։ Փաստն այն է, որ Ալիևը եւ նրա շրջապատը չափազանց անամոթ են դարձել, բայց նրանք անամոթ դարձան միայն անպատժելիության պատճառով։ Վաղուց ժամանակն է, որ Ռուսաստանը դադարեցնի Ալիևի ռեժիմի հետ բարեկամական եւ գործընկերային հարաբերությունները։ Չմոռանանք, որ միայն 2024 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում Ռուսաստանից Ադրբեջան է փոխանցվել $410 միլիոն։ Միթե ժամանակը չէ այնպիսի խնդիրներ ստեղծել Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ադրբեջանական բիզնեսի համար, որ նրանք սկսեն լոբինգ անել ռուսական շահերի համար Ադրբեջանում, այլ ոչ թե վայելել իրենց հսկայական հնարավորությունները, կոռումպացված կապերը եւ ազդեցությունը Ռուսաստանի պետական մարմինների վրա առատաձեռնորեն ֆինանսավորելով Բաքվի ռուսաֆոբ ռեժիմը, գրում է ալիքը։ Իռլանդացի խառը մարտերի մարզիկ Փեդի Մաքքորին բարձրացրել է Պաղեստինի դրոշը իսրայելցի Շուկի Ֆարաջի դեմ մենամարտում հաղթանակ տանելուց հետո։ Ֆարաջը Իսրայելի պաշտպանության բանակի վետերան է, որը կռվել է Գազայի հատվածում։ Այժմ հրեաները մեղադրում են իռլանդացուն հակասեմիտիզմի մեջ եւ պահանջում, որ նա զրկվի սպորտային հանդիպումներին մասնակցելու հնարավորությունից։ Արցախի հանրապետությունից բռնազավթված տարածքներում գործող միջնակարգ դպրոցներում ձևավորում են մի ավանդույթ, երբ ամեն դասամիջոցի ժամանակ դպրոցի ողջ տարածքում, ներսում եւ դրսում երկու անգամ հնչում է Իլհամ Ալիևի բամբ ձայնը։ Ղարաբաղը մերն է, Ղարաբաղը Ադրբեջան է։ Տեսահոլովակում Քարվաճարի շրջանի թիվ 34 միջնակարգ դպրոցն է։ Հաղորդում է Caspian Frontiers Telegram-յան ալիքը։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Fast Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Մնացեք մեզ հետ։